Ուժեղ քամու եւ հորդառատ անձրևների մասին օդերևութաբանները զգուշացրել էին, բայց որ բնական աղետը քաղաքը տակնու վրա է անելու, անակնկալ էր։ Ուրբաթ երեկոյան ժամը 20-ից սկսած ճգնաժամային կառավարման կենտրոնի զանգերը չեն լռել մի քանի ժամ։ Ամենամեծ ու նկատելի վնասը Տիգրան Մեծ փողոցում էր։ Ռոսիա մոլի հարևանությամբ կառուցվող շենքի երկաթե կառուցատարերն ու մի քանի էլեկտրասյուն քամին տապալել էր։ Պատանին հրաշքով է փրկվել, ասում է վայրկյաններ առաջ է որոշել անցնել փողոցն ու ճանապարհը դեպի տուն շարունակել դիմացի մայթով։ Շատ վտանգավոր էր, մեզ Աստված փրկեց, որ մենք այս ճանապարհով գնացինք եւ այդ ճանապարհով չգնացինք։ Շատ ուժեղ ձայներ էր, այդտեղ այտենց փլվել էր պարզվում այդ կոնստրուկցիան, որով տերմինալ 5-ը վերանորոգում էին։ 4 մեքենա է մնացել կոնստրուկցիաների տակ, բարեբախտաբար տուժածներ չկան։ Նյութական վնասներն են միայն հաշվում քաղաքացիները։ Փլուզումը ինչ որ կամ մի բան սխալ ա եղել, կամ ինչ որ արտաքին միջամտություն ա եղել։ Ուսուցն քամին ուժեղ ա եղել։ Այ շատ ուժեղ։ Քամի անձրև։ Շատ փոթորիկի պես։ Մենք երեք տեսանք որ փակել, բայց չեն թողում ստե։ Ոնց որ շիֆերանգներ ես իմ սենց էս տիպի բաների։ Բայց հետո իմացա ինչ որ մի բան շուռ էր եկել։ Առավոտյան արդեն փողոցը բաց էր, շինարարներն աշխատանքային հուն են վերադարձել։ Դեպքի վայրից ոչ շատ հեռու Կրկեսի խաչմերուկում էլ ուժեղ քամին հաստաբուն ծառ է արմատից պոկել։ Վնասվել են նաև էլեկտրալարեր։ Տապալված ծառը որոշ ժամանակով կաթվածահար է արել նաև այս փողոցի երթևեկությունը, փակելով ճանապարհի 3 երթևեկելի գոտիները։ Ուժեղ քամին տապալել է նաև Հանրապետության հրապարակի լուսավորության սյունը։ Հետևանքներն արագ վերացվել են։ Շաբաթօրյա Երևանն արթնացել է նոր տեղումների սպասումով։ Առաջիկա օրերին եւս անձրև կտեղա։ Ամպրոպն ու քամին երևանցիներին կուղեկցեն մինչև օգոստոսի 20-ը։ Մանուշակ Մելքոնյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։